Բարի օրհնյալ օր, սիրելի եկեղեցի։ Սա այն օրն է, որ Տերը ստեղծեց։ Ինչ անենք միասին։ Ցնցանք ուրախանանք Տիրոջ առաջ։ Սաղմոս 100 խոսքն ասում է. աղաղակեցեք դեպի Տերը, ով ամեն երկիր, ծառայեցեք Տիրոջն ուրախությունով, եկեք նրա երեսի առաջը ցնծությունով, ճանաչեցեք, որ Տերն է Աստված, նա արավ մեզ եւ ոչ թե մենք, որ մենք նրա ժողովուրդը եւ նրա արոտի ոչխարներն ենք։ Մտեք նրա դռները գոհությունով, նրա սրահները փառաբանությունով, կողքինիդ ասա գոհացիր նրանից եւ օրհնի նրա անունը, որտեղ Տերը բարի է եւ նրա ողորմությունը հավիտյան է եւ նրա ճշմարտությունը ազգից մինչեւ ազգ։ Ամեն։ Օրհնիր Տիրոջը քո ծափերով, որտեղ նա այստեղ ներկա է։
փառաբանությունը ու երկրպագությունը լսելու։ Մեր ամեն երգը միայն ուղղված է քեզ։ Մեր նպատակն է այս վայրում մեծարել քեզ, բարձրացնել քեզ, հավանել, որ դու բարի ես, ողորմած ու հավատարիմ Աստված։ Ուզում ենք այսօր քո անունը բարձրանա այս վայրում։ Ուզում ենք խոնարհվել, որ դու բարձրանաս ու մեծանաս, որտեղ դու արժանի ես ամեն բարձի։ Հալելույա։ Սպասում ենք քո գալուստին։ Շնորհակալ ենք Տեր, որ քո խոսքի հետևում կանգնած ես եւ երբեք չես ուշանում։ Մեծարում ենք քո անունը այս վայրում։ Այսօր մեր պաշտամունքը ուղղում ենք միայն ու միայն քեզ։ Փառքերի վայել Աստված։ Շնորհակալ ենք եւս մեկ օրվա համար, եւս մեկ կիրակի համար, եւս մեկ ողորմություններով լցված օրվա համար, Տեր, այսօր տալիս ենք քեզ մեծարանք ու պատիվ։ Շնորհակալ ենք, որ քո զավակներով հավաքվել ենք այս վայրում, որ բարձրացնենք քեզ մեր երկնային Հայր։ Հալելույա քեզ, Տեր, որքան երգենք քեզ շնորհակալ ենք, որքան տանք քեզ փառք բավական չի, Տեր, որտեղ դու սուրբ ես։ Սուրբ Աստված, ով նախընտրում է բնակվել իր ժողովրդի փառաբանության մեջ, կոտրած ու փշրված հոգիների մեջ, որ բարձրացնես ու բժշկես։ Մենք խոնարհվում ենք քո առաջ, Տեր։ Գիտենք, որ այստեղ ես, քո բոլոր ներկայությունով։ Տեր, խնդրում ենք, որ հպվես ամեն մեկին, ով քեզ չի զգում։ Խնդրում ենք, որ Տեր հայտնես քեզ ավելի քան երբևէ։ Ամենակարող Հայր, ձայնդ ուժով վեր բարձրացրու, ով Սիոնի ավետաբեր, Տերն է խոսել և հաստատել, նա իր խոսքով ամեն է ստեղծել։ Of Sioni
դժվարություններն են փոխում։ Քո ձայնով հիվանդներն են բժշկվում։ Քո ձայնով ամեն քեզ կանչող քեզ է գնում։ Բարձրացու ձայնդ երկին փառ։ Միայն քեզ լինի փառքներ։ Catch
ենք նրան, ամեն, եկեք լսեք մեր հայտարարությունները։ Ձերքերիդ մեջ է ամբողջը դեր քոն է հանգիստը քո հոգու մեջ է ողջ կյանքը քոն է Փառք մեր Տիրոջը, սիրելի եկեղեցի, փառք Հիսուսին, որ մենք ունենք այս սքանչելի տունը, որ Աստված ա մեզ տվել, որ գանք եւ նրա անունը փառավորենք ու փառաբանենք։ Եկեք ծափարենք ու փառք տանք Տիրոջը անկեղծ սրտով եւ հոգով, մտքով։ Փառք Հիսուսին։ Մեր Տերը հավատարիմ է, սիրելի եկեղեցի։ Սքանչելի է եւ հավատարիմ է։ Ես վստահ եմ, որ իհարկե չեմ կամենում դա բոլորին, բայց ոչ մեկին չեմ կամենում, բայց ես վստահ եմ, որ հիմնականում բոլորս էլ ստեղ ունենք խնդիրներ, ունենք դժվարություններ, ինչ որ բաներ, որի մեջով մենք անցնում ենք, ճիշտ է թե չէ։ Մեկը ունի քիչ, մեկը 10, մեկը 100, մեկը 5, մեկը 1000։ Եվ այդ ամեն իրավիճակի մեջ մենք միշտ ուզում ենք, որ Տերը իր հավատարմությունն ու ողորմությունը գա ու ցույց տա, չէ, որ դե տեսնես, ասես, Տեր, արի, որ ես այս դժվարությունից պրծնեմ, արի, որ ես այս խնդրից ցենց վերջանա ու վերջ։ Բայց գիտեք, սելի եկեղեցի բաներ կա, որի միջով, որ մենք ոչ թե պետքա պրծնենք, այլ պետքա անցնենք։ Եվ այդտեղ ոչ թե պետքա միայն սպասենք, որ Տերը իր հավատարմությունը ցույց տա, այլ հենց այդտեղ պետքա, որ մենք մեր հավատարմությունը ցույց տանք։ Որտեվ մենք մի անգամից այդ շատ լավ է, որ նայում ես Տիրոջը, ասում ես Տեր արի ու փրկի։ Բայց Տերն էլ ասում է, անցի եսի, ու ստեղ ինձ հավատարիմ մնա։ Ուզում եմ կարդամ այս խոսքը ձեզ համար։ Երկրորդ Օրինաց 7:9 Եվ գիտացիր, որ քո Եհովա Աստվածն է Աստված, հավատարիմ Աստված, որ իրան սիրողների եւ իր պատվիրանքները պահողների համար մինչև 1000 ազգը ուխտ ու ողորմություն է պահում։ Ամեն սելի եկեղեցի։ Փառք Տիրոջը իր ուխտերի, իր ողորմության, իր խոսքի, ամեն բանի համար։ Եվ սելի եկեղեցի հենց այդտեղ է, որ Տիրոջ ողորմությունը եւ հավատարմությունը տեսնում ենք։ Եվ ես խոսնել եմ ուզում կարդալ ձեզ համար Երեմիայի ողբերը 3 եւ 22-23 խոսքերը։ Տիրոջ ողորմություններն են, որ չվերջացանք, որովհետեւ չպակասեցան նրա գթությունները, նրանք ամեն առավոտ նորանոր են, մեծ է քո հավատարմությունը։ Փառք Տիրոջը։ Եվ այդ հավատարմությունը, որ մենք Տիրոջ առաջ ցույց ենք տալիս, նրան սիրելով, խոսքը կարդալով եւ նրա հոգեվոր կյանքի մեջ Աստծո մեջ մնալով սելի եկեղեցի։ Եվ եկեք հիմա հասկանանք եւ միշտ հիշենք, որ հավատարիմ մնալը գործողություն է։ Այո, դա Աստծո տան մեջ մնալը, հոգեվոր շրջապատի մեջ մնալը, Աստծո խոսքի մեջ մնալը եւ այս ամենը նաեւ գործողություն է եւ տալը նույնպես այդ գործողության մեջ է մտնում։ Տալը նույնպես մեզ համար է, որովհետեւ այդ ամեն ինչի շնորհիվ մենք ցույց ենք տալիս այդ սերը, այդ հավատարմությունը, որ մենք գիտակցում ենք նրա խոսքը, գիտակցում ենք եւ հավատում ենք, որ տվողին կտրվի, օրհնողը կօրհնվի եւ Աստծո խոսքը միշտ նույնն է, երեք, այսօր եւ հավիտյան։ Ողջունում եմ ձեզ, սիրելի եղբայրներս եւ քույրերս, մեր Փրկչի Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ուրախ ենք, որ եկել ենք Աստծո տուն։ Սա ճիշտ ժամանակն է, որտեղ դու եկել ես։ Ճիշտ տեղն է, որտեղ դու եկել ես։ Ես հավատում եմ, որ Աստծո որդիները, ինչպես Աստծո խոսքն ասում, նրանք տնկված են նրանք Քրիստոսի մեջ, պատվաստված են։
Եվ Աստծո խոսքն ասում է երանի քո տան բնակվողներին կամ քո տան տնկվածներին, որտեղ նրանք քո փառքը անդադար պիտի տեսնեն։ Ինչ որ մեկին նայիր եւ ասա, այսօր ուզում եմ Աստծո փառքը տեսնես։ Այսօր թող քո կյանքում Աստծո փառքը երևա։ Այսօր քո կյանքը թող լցվի վկայությամբ։ Դու տեսնես Տիրոջը շարժման մեջ, տեսնես Տիրոջը զորության մեջ, տեսնես Տիրոջը գործողության մեջ քո կյանքի մեջ։ Ամեն։ Եթե պատրաստ եք, անցնենք Աստծո խոսքին։ Ամեն։ Այսօրվա նյութը վերնագրել եմ այսպես. դու այն ես, ինչ սիրում ես լսել։ Ընդհանրապես ցանկացած մարդ ունի սիրելի թեմա, ճիշտ եմ ասում։ Յուրաքանչյուր մարդ ունի թեմա, որի հետ ինքը սիրում է հաշվի նստել, զրուցել, ինչու՞ չէ վիճաբանել, ինչու՞ չէ բանավիճել, դրանք տարբեր են, գիտեք, չէ, բանավեճ եւ վիճաբանել սրանք տարբեր բաներ են։ Բանավեճը թեմայի քննարկումն է, վիճաբանելը ճիշտ ապացուցելն է։ Դրա համար ավելի լավ է բանավիճենք, որտեղ մի բանի մասին խոսենք, որը տարբեր անկյուններից կարող ենք նայել։ Ցանկացած մարդ ունի թեմա, որը իրեն ամենահարազատն է եւ ինքը սիրում է այդ նյութի մասին խոսել։ Մի պատմությունով եմ ուզում սկսել, սիրելներ։ Վաշինգտոնի մետրոներից մեկում մի երիտասարդ նստում եւ սկսում է ջութակ նվագել։ Անցնողները որոշները գալիս են սիրում են, բրավո, ես ինչ լավ նվագում, որոշներն ասում են, ես ճզուվեզը կապել աստեյանի, քիչ հոգնած ենք, եկել ենք ստեղով անցնում, հիմա մի հատ էլ ջութակի ձեն է գալիս, վերջապես։ Երկարը կարճ պատմելով պիտի ասեմ, որ մարդիկ գալիս են որոշները հիացմունքով կանգնում եւ լսում են։ Մոտավորապես 45 րոպե տևեց այս երիտասարդի ելույթը մետրոյի այդ կանգառում եւ այդ ընթացքում ամեն մարդ ով որ անցավ իրեն որոշակի գումար տվեց եւ 45 րոպեվա ընթացքում այս մարդը որպես թիվ կարողացավ հավաքել մոտ $30 Սրանք են մարդիկ էին ովքեր սիրեցին իր երաժշտությունը եւ փորձեցին այդ երաժշտությունը գնահատել Արդյունքում պարզվեց որ այս երիտասարդը ոչ այլ մեկն էր քան աշխարհահռչակ երաժիշտ ջութակահար Ջոշուա Բելնը, որի միայն գործիքի արժեքը $3.5 միլիոն էր։ Նա պարզապես իջել էր այդտեղ մարդկանց ռեակցիաները ստուգելու, իր երաժշտությունը, իր արվեստը ցույց տալու եւ հետաքրքիր էր նրան թե ով է պատրաստ իրեն լսի։ Ես հավատում եմ, որ այս պատմության մեջ դուք շատ բաներ արդեն մտքի ընկաք, բայց թույլ տվեք պատմությունը վերածեմ այսօրվա նյութի նախաբանի։ Դու ինչ ես սիրում լսել, դու դրա համար կանգ կառնես լսելու։ Մի ասեք, որ դու կարող եք կողքով անցնել, չէ՞։ Բոլորս ինչ որ սիրում ենք, այդ պահը կարծես մի հատ մեզ համար ստոպ կադրա, չէ՞։ Հո մի հատ լսենք, տեսնենք, էս ինչ է։ Անկամ ճանապարհը անցնում ես, մի բան լսում ես, ասում ես, հələ մի քիչ ոտս կախկցեմ, տեսնեմ ինչի ոնց են մեկնաբանում կամ ինչ են ասում։ Հետ եղել է ձեզ հետ, վստահ եմ, որ եղել է, որ ասում եք, ոնց որ ինչ որ մեկը ինձ ասեր։ Այս բանը կամ այն բանը արա։ Եղել է, չէ՞, ձեզ հետ է։ Գիտեք, որ լսած բաները մեզ վրա թողնում են ազդեցություն։ Դրանք կարող են լինել վատ կամ կարող են լինել շատ լավ։ Այսինքն, ինչ որ մենք լսում ենք, դրանք մեր մեջ տպավորություն են ստեղծում, դրանք մեր մեջ ազդեցություն են արձակում եւ դրանք մեր կյանքը կամ կարող են քանդել կամ կարող են լավացնել։ Գիտեք, որ օրինակ երաժշտական աշխարհում, ինչպես որ հիմա երաժշտությունով սկսեցի, շատ բաներ կան, որոնք որ իսկապես տրտմեցնող են, բաներ կան, որոնք որ ուրախացնող են։ Օրինակ, տրտմեցնող է այս պահին սա չեմ ասի, բայց օրինակ դուք լսել եք Արամ Խաչատրյանի Սուսերով պարը, չէ՞։ Քանիս ներդ եք գիշերը քնելուց առաջ մի հատ Արամ Խաչատրյանի Սուսերով պարը լսում։ Այնտեղ ինչքան ագրեսիա կա, ինչքան պայքար կա, ինչքան պատերազմ կա, ինչքան մեծ շունչ կա այնտեղ, ճոխություն կա, գործիքներ, ամեն մեկ դում, չէ՞, ինչքան մեծություն կա այդ երաժշտության մեջ։ Այդ երաժշտությունը լսողը հաստատ գիտի, որ սա օրորոցային չի։ Այդ լսողը մի տեսակ ուզում է տեղից վեր կենա։ Ոնց որ մի բան ուզում անի, բայց ինչ է ուզում անի չգիտի, ազդեցությունը հասկանում է, գործողությունը չի հասկանում։ Հաճախ մենք էլ ենք այդպես։ Բաներ ենք լսում, որոնք ազդում են մեզ վրա, դրական կամ բացասական։ Ինչ ենք անելու հələ չգիտենք, բայց երբեմն ազդված դրանից կարող ենք ուրիշ բաներ անել։ Կամ օրինակ, երբ որ լսում ենք ծանր մետալ, ռոք։ Գիտեք, որ ծանր մետալը, ռոքը, սա ստայլի մի ճյուղ է, ճյուղավորում է ռոքի, կարելի ասել այդ ծանր աստիճանն է, որտեղ որ մարդիկ ընկնում են արդեն էքստազի մեջ եւ կորցնում են ինքնատիրապետումը։
ուղակի իրանց հարվածները սրտի բերում են այն բանի, որ այդ ռիթմիկայի մեջ, աղմուկի մեջ անգամ մարդիկ խելագարության եւ նույնիսկ դիվահարության են հասնում։ Այսինքն դու կարող ես անունը դնել երաժշտություն, նա էլ է երաժշտություն։ Բայց այն էլ է երաժշտություն, դասական, օրինակ տարվա 4 եղանակներ, երբ որ լսում ենք Վիվալդիի, չէ՞։ Հոգևոր երաժշտություն, երբ որ լսում ենք, ինչ ենք զգում։ Ոչ մեկ հոգևոր երաժշտություն գտար ինձ Տեր խորանից սրբության մեջ, չես ասում գնամ սրա կոկորտից բռնեմ խեղդեմ։ Զգում ես, որտեղ խաղաղություն կա, Աստծո հետ է քո հարցը, չէ՞։ Այսինքն կա ազդեցություն, ճիշտ եմ ասում, թե չէ։ Ուրեմն սիրելիներ, մենք ունենք զգացողություն, ընկալում, որ այն ամենը, ինչ որ լսում ենք, այդ լսած բաները ցանկացած, դա լինի երաժշտություն, դա լինի միտք, դա լինի զրույց, խոսակցություն, ազդեցություն արձակում, մթնոլորտ է ստեղծում, աուրա ենք ասում դրան, աուրա է ստեղծում, որի մեջ դու մտնում ես ու մեկ էլ զգում ես, որ դու լրիվ ուրիշ մարդ դառար։ Ներքին քաղաքական վիճակը Հայաստանի հետ կապված, օրինակ, չէ՞։ Վերջի հիմա ով ընտրվավ։ Գիտեք, չէ՞, հիմա բոլորի գլուխը երում է։ Որ հիմա տաքությունը չափեք, ահագին բարձր է։ Էսա ճիշտ է, նա սխալ է, ես անեց էնի, այն արեց, էսի տվեց էնի, առավենի խափեց էնի, թալնեց էնի, այնքան բան են խոսում, այդ թեմայի մեջ մեկ էլ զգում ես, որ դու էլ ես արդեն այդ մի հատ էլ սուր դու ես առը, բայց այդ քոնը չի։ Աշխարհի մարդիկ, քաղաքագետները զբաղված են իրանց գործով։ Մեր հայերի սպարտականությունն աղոթել կամ քրիստոնյաների սպարտականությունը աղոթել եւ սփորթ անել, որպեսզի ամեն բան ով էլ ուզում է լինի, գիտեք, Աստծո կողմից դրված կանոն գոյություն ունի։ Մենք չենք կարող որոշել, մենք անում ենք միայն մեր գործը, մեր քայլերը։ Հիմա որոշները ներքին ձայն են զգում։ Մի բան իրանց հետ խոսում է, ինչ որ մեկը խոսում է։ Մի օր ասում են, հիմա հումոր եմ պատմելու։ Մեկը ճանապարհ է գնում ու հենց այդ ժամանակ որ պետքա ոտը գցի, որ անցնի, մեկ էլ մի հատ ձայն իրան ասում մի անցի, սպասի, կանգ առստեղ։ Կանգնում եմ, մեկ էլ մտ ասում, «Էս ով էր ինձ»։ Նայում մարդ չկա, հենց այդ պահին մի հատ ուժեղ, արագ մի հատ մեքենա է անցնում։ Վու, անցավ, այ քեզ բան, մեռնելու էի, էս ինչ եղավ։ Ու ասում է, ով էր, որ իմ հետ խոսեց։ Մեկ էլ այդ ձայնը իրան ասում է, ես քո ներքին ձայնն եմ։ Ասում եմ, ներքին ձայնն ես, ասում է, հա։ Ասում է, բա ուր էիր իմ ամուսնանալուց։ Ներքին ձայնը։ Մարկոս ավետարան 4-րդ գլուխ 24 համարի մեջ Տեր Հիսուսը պատմում է, այսինքն 24-րդ գլխի մեջ հետաքրքիր պատմություն է պատմում Սերմնացյանի առակի պատմությունը, որ գրված է նաև Մատթեոս ավետարանում եւ Ղուկաս ավետարանում էլ կա։ Բայց այս պատմության մեջ Տեր Հիսուսը հետաքրքիր երկու բառ է օգտագործում, երկու բառակապակցություն, այսինքն երկու կարճ նախադասություն, որոնք որ ուշադրություն են գրավում։ Գիտեք, որ Տեր Հիսուսը երբեք ավելորդ կամ անտեղի ոչինչ երբեք չի խոսել։ Համաձայն եք ինձ հետ։ 2:24-ում գրված է, Տեր Հիսուսն ասեց. զգուշացեք, թե ինչ եք լսում։ Զգուշացեք, թե ինչ եք լսում։ Մեկ այլ կերպ ասած, երբ որ դու լսում ես, լսելու մեջ կա նաև ինչ անել, ընդունել, կամ ակնկալել, կամ դիրք վերցնել։ Կամ դու կլինես դրանց ծառաներից մեկը, կամ դու կարող ես իշխել։ Եվ ասում է, ինչ չափով որ չափեք, նույն չափով կչափվի ձեզ։ Երբ որ լսում ես, սկսում ես արդեն չափան միավորներ դնել։ Ով է ճիշտ, ով է սխալ, ինքը լավն էր, էնի վատն էր, ես ճիշտ է։ Միշտ այդ կշեռքը կա։ Ինչ որ դու լսում ես, սկսում ես համեմատել անցյալ կամ ուրիշ մեկի հետ։ Դրա համար Տեր Հիսուսը մեզ առաջարկում է. զգուշ եղեք, թե ինչ եք լսում, որովհետև լսելուց հետո ձեր կշեռքը ակտիվանում է։ Դուք արդեն կդատեք կամ կարդարացնեք։ Դրա համար զգուշ եղեք, թեև մենք դատելու, դատողություն անելու կարողությունը ունենք այդ առումով դատողություն, բայց մյուս կողմից դատաստանը Տիրոջն է տրված եւ ոչ թե մեզ։ Եվ մյուս մասը, որ գրված է Ղուկաս ավետարան 8-րդ գլուխ 18 համարի մեջ, ասում է. զգուշացեք, թե ինչպես եք լսում։ Ուրեմն առաջին Մարկոսում 4:24 ինչ եք լսում եւ 8:18 ինչպես եք լսում։ Հեճեղել է ձեզ, որ ձեր մոտ խոսել են, հա, միտքդ ուրիշ տեղ է, հա, հարց տալ ես, հա։ Դու ըտեղ ես, այս ականջդ չես սենց փակել, բետոն չես արել, լսում ես, բայց մեջը չես։
Տեր Հիսուսը երբ որ խոսում է ժողովրդին, ասում է, որ ինչպես եք լսում, արդյոք քո լսելը ընդունելով ես լսում, թե ոչ։ Գիտեք, երբ որ մեկը գալիս է իմ մոտ, խոսում է իր հակառակ կողմի մասին, չարախոսում է, ես լսում եմ իրան, բայց չեմ ընդունում այդ խոսքը։ Ես լսում եմ առաջի հերթին։ Որովհետև եթե ամուսիններ են իրար հետ կռիվ են ունեցել, կինը գալիս ասում է, գիտես ինչ վատ մարդ ունեմ։ Okay, հետո ասում է, կլինի մարդուց հետ խոսեմ, ամուսնուց հետ։ Ամուսինն է գալի, այս ինչ խայտարակ կնի կա։ Դուք պատկերացեք, եթե ես պետքա ստիպված լինեմ երկուսին էլ հավատալով լսել, օրը նշանակում է վերջումով ամեղավոր դուրս գալու ես։ Ռուսական մի այդպիսի բան կար տարիներ առաջ տեսա, ասում է, այդ սիրելի կանայք, ասում է, երբ որ դուք ամուսնանում եք, աղջիկներ, երբ որ դուք ամուսնանում եք աշխարհի ամենախելացի, ամենալավ տղայի հետ, չէ՞։ Այո։ Իսկ երբ որ բաժանվում եք ամենավատ, սրիկա տղայից, չէ՞։ Ասում է, հա, ասում է, զարմանում եմ, դուք այդ ինչ եք անում այդ ընթացքում այդ մարդու հետ։ Որ այդ լավ մարդուց ինչ եք սարքում։ Իհարկե խնդրում եմ ճիշտ հասկացեք, որևէ կերպ քույրերին տրամադրված չեմ, ուղղակի հումորը իշեք երկկողմանի կարող է լինել։ Հիմա տարբերությունը, ինչ եք լսում, ինչպես եք լսում, ինչ ազդեցության տակ եք ընկնում, ինչպես եք դուք ազատվում։ Եթե լսենք, թե ինչ ենք լսում, սա նշանակում է, վերաբերում է, որ մենք լսում ենք ուսմունքը կամ բովանդակությունը։ Լսում ենք ինչի մասին է ինքը խոսում։ Օրինակ ես եղել եմ շատ տարբեր կրոնների մարդկանց հետ խոսել եմ, ասեմ, տեսնեմ ինքը ինչ է ասում, բայց չեմ ընդունել, որովհետև փակել եմ ինձ ընդունելու լսողությունը։ Ես ուղղակի լսել եմ իրան, բայց երբ որ Տեր Հիսուսն ասում է, ինչպես եք լսում, սա արդեն ուրիշ է, սա վերաբերմունքն է մարդկային սրտի, իր դիրքը, որ ուշադրության եւ հնազանդության է դարձնում իրեն։ Մարդ օրինակի համար, երբ որ երկուսն էլ նույն անձից նեղված են, չէ, երրորդ անձից նեղված են, այդ երկուսն իրար հետ դառնում են ինչ, բարեկամ։ Ինչի, որովհետև շահերը համապատասխանում է, համընկնում է։ Եվ հաճախ ենք նկատում, որ զրույցների մեջ մարդիկ ընկնում են հոսքի տակ։ Մեկ էլ ասում, մեկ էլ ասում, ամար, տես ինչի ասեցի, ախր ես տես չէի մտածում։ Չէ, ուղղակի արդեն այնքան ընդունեցիր, այնքան մնացիր այդ միջավայրի մեջ, դարձար դրանցից մեկը։ Ես մի պատմություն եմ ուզում ձեզ պատմել, իրականություն ասա, որ 2006 կամ 16 թվականին, եթե չսխալվեմ, ուրեմն մի էքսպերտ արեցին, կոչվում էր փչացած խնձորի էքսպերտը։ Ուրեմն լավ միջավայրի մեջ, որտեղ որ 5 հոգի աշխատում են, մի հոգուն, իհարկե աշխատողները չգիտեն սրա մասին, մի հոգուն դուրս են հանում եւ ներս են մտցնում բամբասող եւ մթնոլորտը փչացնող մարդու։ Եվ անցնում է, պատկերացրեք, մի քանի րոպե, մեկ էլ զգում են, որ ամբողջ այս մարդու թեման դուրս է գալիս արդեն ուրիշների են, մնացած 4-ի բերանից։ Եվ ամենասարսափելին սա է լինում, որ այդ գործարանի կամ այդ հիմնարկի գործողությունների մոտավորապես ուրեմն 80%-ը թերացման է գնում իր արդյունավետությունից։ Այսինքն փչանում է մթնոլորտը, աշխատանքային մթնոլորտը, սենյակը, խոսքը, հասկանալը, ընդունելը, հարգանքը, եւ գիտեք զարմանալի որն է, որ անկեղծության միջավայրի մեջ այդ ամբողջ փչացումը process-ը տեղի ունենում 30-ից 60 րոպեների ընթացքում։ Այդքան արագ, այո, սա համաշխարհային մի էքսպերտ է, որ արվել է եւ սրա մասին բոլոր տեղերում էլ կարող եք կարդալ եւ տեսնել։ Որտեղ ես դու մտնում, այդտեղի ազդեցությունն է գալիս քո վրա եւ դու հանկարծ զգում ես, որ դու նորից ուզում ես դա, ինչի, որովհետեւ հին մեղքի բնությունն աշխատում է։ Ինչ որ լսես, դու դա ես դառնում։ Սիրում ես Աստծո ներկայությունը լսես, Աստծո ներկայությունով ես լցվում։ Ցավոք եմ ասում, բայց անգամ երբեմն լում է սիրում եք, գիտեք մի հատ ցավ կա, չէ՞, ատամեն դզացող ցավերից, որ չես ուզում տանես քաշես, որովհետեւ ցավը հələ չի սպանում քեզ, բայց ցավնես դուրեկան ցավ կա, չէ՞, մզզնում է մի քիչ։ Մենք խաղում ենք դրա հետ, սխմում ենք բան, այդ ուզում ենք այդ ցավը զգանք, բայց անցնում է դրանից որոշ ժամանակ, զգում ես, որ արդեն դու պիտի փախնես այդ ցավից կամ ազատվես։
Եկեք մի քանի մարդկանց մասին արագ ասեմ, ովքեր որ Տիրոջը եւ ընդհանրապես սխալ բաներ լսեցին, սխալ մարդկանց լսեցին եւ ով դարձան իրանց կյանքում։ Առաջինը Եվան։ Եվայի մասին բոլորս գիտենք։ Աստծո խոսքն ասում է, որ օձը խոսեց Եվայի հետ եւ Եվան լսեց իրան եւ ինքը չլսեց, չմնաց Աստծո խոսքի ազդեցության տակ, այլ գնաց օձի խոսքի ազդեցության տակ։ Եվ Ծննդոց 3:16-ում Եհովա Աստված ասում է կնոջը. «Ինչ արեցիր?» Եվ կինը ասեց. «Օձը ինձ խաբեց եւ ես կերա»։ Օձը ինձ ասեց, ինձ խաբեց։ Օձը հենց այնպես ֆսալով չխոսեց կամ ինչ որ ձայն հնչյուն չարձագանքեց։ Խոսեց։ Իրավ Աստված ասեց, որ կարող եք այս բոլոր ծառիպտուղներից ուտեք, հա, կարանք, բայց մենակ են պարտեզի, հա, գիտես Աստված ասել է, որ երբ որ ուտեք, իրա նման կլինեք, աչքներիդ կբացվի, աստվածներ կլինեք, բարին ու չարը կիմանաք, ամեն ինչը կիմանաք, վերջը պահել է Աստված ձեզանից։ Հիմա էսի կերես պտուղը եւ տես ինչ ալնում։ Կերավ եւ տեսակ ինչ ալնում։ Աստծո խոսքը շարունակության մեջ հետո ասում է, որ Ադամն էլ կերավ։ Ծննդոց 3:17 խոսքի մեջ։ Եվ Ադամին էլ Աստված ասում է. «Դու որ լսեցիր քո կնոջ խոսքին», լսում եք ում խոսքից ինչ է ծնվում։ Կինը լսում է սատանայի խոսքին, ինչ որ կար տեղափոխում է Ադամի մեջ, Աստված ասում է Ադամ, դու լսեցիր կնոջդ, չի ասում սատանայի խոսքին, դու լսեցիր կնոջդ խոսքին։ Խնդրեմ ճիշտ հասկացեք, ոչ միշտ է որ կանայք սխալ են խոսում, լավ բաներ են խոսում, երբ որ ճիշտ են անում, Սուրբ Հոգով են լցված։ Բայց Աստված ուզում էր ասել, իմ գործը էլ ոչ օձինն է այս պահին, ոչ կինն է, որովհետև դու լսել ես քո կնոջ խոսքին, դու իմ խոսքին պիտի լսեիր։ Եվ չլսելով, տեսեք ինչ ասում, արդյոք դու կերար այն ծառից, որի համար պատվիրեցի ասելով, որ չուտես, որ երբ որ ուտես անիծյալ կլինի, երկիրը քո պատճառով ասում է թող անիծյալ լինի, նեղությամբ ուտես քո հացը նրանից կյանքիդ բոլոր օրերում։ Անեցք։ Մի անգամ լսել է, ինչ ա եղել որ։ Մի անգամ ասել են դու ինչ հավատացյալ, հա, քանդվեց կյանքը։ Մի անգամ ասել են այդ ինչ եկեղեցի ավորեթում ես։ Հես էլ քանդվեց։ Մի անգամ ասում են, բա գիտես, այն անգամ տեսել են, որ ինքը սենց եղավ, ահա վերջ էլ հարաբերությունը քանդվեց։ Եվ այտենց մի անգամ, ինչ որ մի անգամ ու ինչ որ մեկին դու հանդիպում ես, որ այդ մի անգամվա գերին ու զոհն է դարձել։ Եվ երբ որ փոխանցում է քո կյանքի մեջ, նույն ազդեցությունով լցվում ես նաև դու։ Եվ ասում է, քանի որ դու լսեցիր քո կնոջը, իսկ հարց, եթե կինը խոսեր Աստծո խոսքը, Աստված միթե կասեր, դու քանի որ լսեցիր քո կնոջը։ Ոչ։ Պետք է գովեր։ Եվ կյանքը ուրիշ երանք պիտի ստանար։ Պատկերացրեք, որ միայն Ծննդոց 3 գլխի մեջ 14 անգամ խոսվում է խոսքի եւ լսելու մասին։ Միայն 3 գլխի մեջ 14 անգամ։ Եթե դա բաժանենք 2-ի, հավասար 7 անգամ, 7-ը կատարելության թիվն է Աստվածաշնչի մեջ։ Այսինքն մարդիկ իրանց կարող են կատարյալ նվիրել սխալ խոսքի, զրույցի եւ ազդեցության տակ ընկնեն։ Դրա համար որքան կարեւոր է, որ դու ուշադիր լինես, քո մեկ անգամվա հանդիպումը կարող է կամ կործանել քո կյանքը, կամ վերանորոգել եւ սրբացնել քո կյանքը։ Հարց, ում հետ ես եւ ինչի շուրջ ես դու խոսում կամ ինչ ես լսում։ Եթե ավելի առաջ գնանք, սիրելներ, Ահարոնը, ով Մովսեսի աջ ձեռքն էր, քահանայական ծառայություն, մարդ, ում որ Աստված խոսել է, որ վերցրու իրան քեզ հետ, նա քո կողքը կլինի։ Դու իրան կասես ինչ որ ես քեզ կասեմ, նա քեզ կօգնի։ Եկավ մի ժամանակ հասավ, երբ որ Աստված Մովսեսին ասեց, արի վեր բարձրացի սարի վրա, որովհետև պիտի խոսեր եւ 10 պատվիրանները պետք է տար։ Աստված սարի վրա սրբության մեջ խոսում է Մովսեսի հետ, բայց 40 օր ուշանալով Ահարոնը շփոթված նայում ասում է Մովսեսը չկա, բա հիմա ես ում լսեմ։ Մովսեսը չկա, եկեք ժողովրդին լսենք։ Եվ տեսեք ինչ է ասում։ Ելից 32:1-3 Եվ ժողովուրդը տեսավ, որ Մովսեսը ուշացավ սարից իջնելու, եւ Ահարոնի մոտ հավաքվեց ժողովուրդը եւ ասաց նրան. «Վեր կաց մեզ համար աստվածներ շինիր, որ մեր առաջից գնան, որովհետեւ այդ Մովսես մարդը, որ մեզ Եգիպտոսի երկրից հանեց, չգիտենք թե ինչ եղավ»։ Եվ Ահարոնն ասեց նրանց. «Ձեր կանանց, ձեր որդիների եւ ձեր աղջիկների ականջներից եղած ոսկի օղերը հանեք եւ ինձ մոտ բերեք»։ Եվ բոլոր ժողովուրդը իրենց ականջներից եղած ոսկի օղերը հանեցին ու Ահարոնի մոտ բերեցին։ Ես այստեղ ուղակի ապշած եմ, որ ինչքան կարելի է ստույգ լինել Սուրբ գրքի մեջ։ Չի ասում ոտքերի, ձեռքերի, չի ասում գոտկատեղի, չի ասում ուրիշ զարդեր, ականջի օղերը հանեք ու բերեք։ Ինչ որ բան զգում եք, ինչ որ բան խոսում է ձեզ խոսքը, այդ ականջը
Այն ինչով որ իրանք պետք է Աստծո ձայնը լսեին, ինչով զարդարվում էր իրանք գեղեցկությունը Աստծուն լսելով, այդ ականջի զարդը, այդ ականջի փառքը, ասենց ասած, ազդեցությունը բերեք հավաքեք միտեղ։ Եվ ասում է, ուրիշ բան չուզեց, մենակ ասեց ականջների օղերը, կանանց ականջի օղերը բերեք։ Էլի կանայք։ Եվ այստեղ էլ ենք տեսնում, որ տղամարդը երկրորդ անգամ ենք տեսնում այս մեծ սխալը, որ ինքը ոչ թե լսում է կանանց ճիշտ խորհուրդները, թեև շատ սուրբ գրային կանայք կան, որոնք որ իսկապես հրաշալի կյանք են ապրել եւ լավ խորհուրդներ են տվել, բայց այս դեպքում տեսնում ենք կանանց ականջներից օղերը հանեցին, բերեցին եւ ինչ է ասում, երբ որ ձուլեցին, հորդ սարքեցին, որը եգիպտացիների պաշտամունքի մասն էր։ Այսինքն երբ որ Ահարոնը չլսեց Մովսեսին, երբ որ Մովսեսի ձայնը կտրվել է, Ահարոնը կարող էր գնալ ասել. «Տեր, Մովսեսին չեմ կարող գտնեմ։ Դու խոսի իմ հետ։ Ինչ անեմ հիմա այս ժողովրդին։ Պետքա սպասեմ։ Պետքա մի գործ անեմ, մի բան պետք է անեմ, ասա ինձ ինչ անեմ, հաջորդ քայլը քեզանից թող լինի»։ Հաճախ ամբողը մեզ այնքան ազդեցություն արձակում, որ մենք ստիպված ենք լինում մեծամասնության կամքը կատարել։ Մի էքսպերտիզա էլ արեցին։ Ես տեսել եմ այդ, նստած են 7 հոգով, դրանցից մեկը միամիտ է, չգիտի ուր է եկել։ Սա այն է, երբ որ ազդեցությունը մնացածների, շատերի ազդեցությունը քեզ թալանում է եւ դու կորցնում ես քո անձնական տեսանկյունը։ Վերցրեցին կարմիր գնդակ եւ տվեց, փոխանցեց, ասեց, ինչ գնդակ ասա, ասես կարմիր գնդակ, շատ լավ, տվեց այս մեկին, ինչ գնդակ է, ասեց կապույտ է, այն մեկին տվեց, ասեց ինչ գնդակ, կապույտ է։ Բոլորն ասեցին կապույտ է, մենակ այս մեկը, միամիտն է ասել ճիշտը։ Ասեց շատ լավ, վերցրեց այդ գնդակը եւ մի հատ կարմիր քառակուսի դրեց, ասեց հիմա ասեք ինչ ասա, ասեց կապույտ քառակուսի, ու կամերան ցույց է տալիս սրան, ասես նստած ես նայում այս ինչ են անում սրանք։ Ու նայում այս սրան բան, ու սկսես կասկածել։ Երկրորդը որ եկավ, ասեց կարմիր քառակուսի է, շատ լավ կարմիր քառակուսի է, դրեց մի կողմ, եռանկյունին հանեց դրեց, ասեց ինչ է սա, ասեց կապույտ եռանկյունի, ինքը արդեն սկսավ մարմնի բան շարժումներ, արդեն որ դե եկավ հերթը հասավ իրան, ասեց ինչ է, ասեց կապույտ եռանկյունի։ Եվ այդպես այն մնացածների մեծամասնության սխալը կոտրեց իր իսկական ճիշտը։ Երբեմն մենք էլ մտածում ենք, որ շատերն են այդ բանն ասում, ուրեմն դա ճիշտ է, սիրելն է շատերով չի։ Շատով չի, դու պետք է ունենաս քո հիմքը, սկզբունքը, որից պետք է բխի քո որոշումը, որից պետք է բխի քո հավատամքը, քո սկզբունքը պետք է բխի այդտեղից։ Եթե դու ունես այս ճշմարտությունը, քեզ ինչքան էլ ուզում ա կեղծեն, դու կասես չեմ ընդունում, ուզում ա միլիոններ կանգնեք ասեք։ Ինձ միլիոններ կանգնեն ասեն Աստված չկա, կասեմ ձեր համար ոնց ուզում եք, ինձ համար կա։ Երկինքը սուտ է, կասեմ ձեր համար հաստատ սուտ է, իսկ ինձ համար հավիտյան ճիշտ է։ Հիսուսն ինչ արել, որ ասեմ ձեր համար չգիտեմ, բայց իմ համար կյանքն է դրել։ Սա չի փոխվում ինձ համար երբեք։ Ինչու, որովհետև ես գիտեմ, որ նա ճիշտ, իմանալ մեկին գումանած մեկ հավասար է երկուսի, ինձ բավական է, որպեսզի ես արդեն այդ հարցին պատասխանեմ քնից հելած ժամանակ էլ։ Էլ ուզում է 1000 հոգի կանգնասեն մեկին գումանած մեկ, անում է 3։ Ես կասեմ ձեր համար ուզում է 8։ Ինձ համար 2։ Հասկանում եք միտքս ինչ է։ Մի թագավոր կար Սավուղ անունով, գիտեք, առաջի թագավորը Իսրայելի մեջ։ Երբ որ Սամվել մարգարեն պետք է գար եւ պատերազմի ժամանակ էր պետք է զոհ արվեր, Սավուղը շտապեց, հելավ խառնվեց իրար, գնաց ինքը զոհը վերցրեց, արեց մի բան, որ թագավորին տրված չէր անելու։ Լսեց ժողովրդին ասին ինչ եղավ այդ Սամվելը, ինչ եղավ, այն որ ինքը Սամվելի հետ լավ էր, ես վստահ եմ, որ ինքը դատել է իր սրտի մեջ Սամվելին։ Ինչ եղավ, ուշացավ ես, ինչա չկա ես, ինչ հաշիվա բան, մենք դի պատերազմանենք բան։ Երբեմն մարդկանց սուտ հոգևորությունը բռնում ան այնտեղ, որ մնացած ժամանակ ազատ պարագաներում նրան չենք տեսնում Աստծուն պաշտելուց։ Սավուղին չենք տեսել ուրիշ տեղերում զոհասեղան, Աստծուն պաշտամունք, աղոթք, խնկարկություն չկար։ Դիվահարված թագավոր էր։ Բայց ինչ ենք տեսնում։ Տեսնում ենք մի բան, որ մի բան է ուզում արածել, որ իրան տրված չի։ Եվ երբ որ Սամվել մարգարեն հետ եկավ, տեսեք Սավուղն ինչ է ասում։ Սավուղը Սամվելին ասում է. «Մեղք գործեցի, որ Տիրոջը չլսեցի, եւ քո խոսքը զանց արեցի, որովհետեւ ժողովրդից վախեցա եւ նրանց
խոսքը լսեցի։ Ժողովրդի խոսքը լսեցի, դրա համար տենց արեցի։ Գիտեք, մի բան կարող եմ ձեզ ասել, որպես հովիվ, վստահ եմ, որ այն մարդիկ, որոնք հովական ծառայության մեջ են, շատ անգամ իրանք սրտում մի բան ունեն, որ չեն կարողանում ամբողջապես մեկնաբանել։ Եկեղեցու ասում, «Սենց անենք ճիշտ կլինի, այսիա լավ, այսի ճիշտ է, այսի ճիշտ է»։ Այդ մարդը ասում է, «Գիտեք ինչ, սենց ենք անելու, սա է ճիշտ, ո՞նց է ճիշտ»։ Ասում է, «Չեմ կարող բացատրեմ, ապրումս չեմ կարողանում բառերով մեկնաբանեմ, բայց զգացումս, առաջնորդությունս, լսողությունս Աստծուն 100%-ով ճիշտ է»։ Ամբողջն ասում է, «Չէ, այդ չի ճիշտ, այս է ճիշտը»։ Եվ Սավողն ինչ ասում, «Քո խոսքը չլսեցի, Տիրոջ օրենքն էլ չլսեցի, անարգեցի, այս ժողովրդին լսեցի։ Դրա համար հիմա իմ հետ արի, գնանք Աստծո մոտ իմ համար բարեխոսի»։ Եվ հետո գիտեք ինչ եղավ, Աստված արդյունքում ասեց, որ Սավողին մերժեցի, նա այլևս Իսրայելի վրա թագավոր չի լինելու։ Մեկ ուրիշ բան, անձ։ Երրորդ թագավորաց գլխի մեջ գրված է Ռոբովամի մասին, ով Սողոմոնի որդին էր։ Սողոմոնը մահանում է, պետք է իր տղան նստի եւ չի իմանում, կյանքում չի թագավորել առաջի անգամը ու չգիտի ինչ պիտի անի, կանչում է ծերերին, ասում է, «Լսեք, կարաք ինձ ուղղություն ցույց տաք, ինչ կարամ անեմ, որ ամեն ինչ լավը լինի մեր թագավորության մեջ»։ Ծերեր իրան իմաստուն խորհուրդ են տալիս։ Դե իմաստունի հետ ապրողը իմաստուն ալնում, գիտեք, չէ՞։ Սողոմոնի հետ աշխատած ապրած մարդիկ էին այս իմաստունները։ Այս իմաստուններն ասում են, «Լսիր, շատ կարևոր խրատ պետք է քեզ տանք։ Ժողովուրդը սպասում է, որ դու իրանց վրայի լուծը թեթևացնես, ավելորդ ծանր բեռ չդնես իրանց վրա։ Մի այտենց ծանրացու, ավելի, եթե հայրդ Սողոմոնը ծանր լուծ է դրել, ժողովուրդը բողոքել է ինչ որտեղ, արի կլինի այդ լուծը վերցրու իրանց, թեթևացրու, եթե դու ծառայես քո ժողովրդին, քո ժողովուրդն էլ քեզ կարա դառնա ծառայի»։ Եվ տեսեք ինչ է ասում։ Ռոբովամն ասում է, «Գնացեք 3 օրից հետ կգաք»։ Այդ 3 օրվա ընթացքում կանչում է իրա, տեսեք գրված ասում է, Ռոբովամ թագավորը խորհուրդ արեց այն ծերերի հետ, որ կանգնում էին նրա համար Սողոմոնի առաջ, Ենա կենթանության օր ասում է, «Դուք ինչ խորհուրդ եք տալիս ինձ», պատասխանը ստացան, եւ իրանք հաջորդ քայլին ինչ ասում։ Եվ թագավորը, այս Ռոբովամը, գնաց եւ երիտասարդներին կանչեց, ում հետ մեծացել էր։ Ում հետ նույն թեմայի մեջ էր, ում հետ նույն հասկացողության ու մակարդակի մեջ էր, իր խելքի մարդկանց, իր վիճակի մեջ եղած մարդկանց հետ գնաց խորհուրդ արեց։ Գիտեք ինչ ասին երիտասարդները, ասում են, «Ինչ ես խոսում, հազիվ թագավորություն ընկելա քո ձեռը»։ Ուրեմն գնա ասա, եթե իմ հայրը ձեզ ճիպոտներով է ձեզ բան արել, տանջել, ես կարիճներով եմ ձեզ տանջելու, իմ ճկուտն էլ հորս մեջքից հաստ է։ Եվ գիտեք ինչ եղավ, այդ տեսակ անձնավորությունը ընկավ պատերազմի մեջ եւ մեռավ։ Ես հավատում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը պետքա շատ զգուշությամբ քայլի, որովհետեւ Աստված իր խոսքը կիրառող Աստված է։ Ինչ ես լսում, դրանից կախված կլինի քո սխալ կամ ճիշտ դիրքը։ Արագ անցնում եմ պատմությունը, մեկ ուրիշ անձ, Հովսափաթի մասին, երկրորդ մնացորդացումը գրված։ Հովսափաթը շատ խիստ փառք եւ հարստություն ուներ եւ ամուսնացավ մի աղջկա հետ, ում հոր անունը Աքաբ էր։ Աքաբի փեսեն դառավ։ Հիմա եկավ հասավ մի ժամանակ, որ պետքա պատերազմի գնար եւ 400 մարգարեներ կային այդ ժամանակ Իսրայելում։ Կանչեց, ասեց, մի հատ եկեք մարգարեացեք, տենանք հələ գնամ այս պատերազմին, Տերը կհաջողի թե չէ։ 400 մարգարեներն եկան, ասին Տերը քեզ հետ է։ Դու կգնաս ու կհաջողվես։ Տերը քո առջև սենց ավիրել է տալու սաղ, ամեն ինչ գեղեցիկ, մի խոսքով ոչ մի խնդրեմ չես ունենալու։ Կհաջողվես։ Այս խեղճ տղի սիրտը վախ ընկավ, ասեց ուրիշ մարգարե չկա Իսրայելի մեջ։ Ասին մեկը կա, բայց հեչ լավ բաներ չի մարգարեանում, միշտ հարց է մարգարեանում։ Ասին Միքիանա, ասես դու գործ չունեք դրա հետ։ Էդի երբեք իմ մասին լավ բան չի մարգարեացել։ Իրան մի հարցրեք։ Ասին չէ, ամեն դեպքում բերենք միած ստուգ ենք, էլի մարդ ես, կարող անկարծ քո ուզածը։ Մարդ ուղարկեցին, ես կարդում եմ արագ եմ պատմություն ասում, մարդ ուղարկեցին, գնացին, գիտեք ինչ այն համոզ ասին Միքիա ջան, ցավը տանեմ, այդ գրած չի։ 400 հոգի, ախպերես, լավ բան է ասե։
Ինչ կլինի, արի դու էլ մի լավ բան ասա, էլ թագավորին մի տխրեց, պատերազմ գնալուց առաջ սիրտը մի կոտրի էլի։ Միքիան ասեց կենթանի է Տերը եւ իմ հոգին, եւ երբ որ ես գամ, ինչ որ Տերը ասի, դա եմ ասելու, ասին, այ քեզ բաս, արդեն մի մինուս։ Լավ, արի, կարող է ճամփին մի բան լինի։ Եկավ, Միքիան եկավ կանգնավ եւ Հովսափատ հարցնում ասում, ինչ ես ասում Միքիա։ Գնամ այդ պատերազմին։ Գիտեք Միքիան ինչ ասում։ Գնա, կհաջողվես։ Զարմանալի է հեգնանքը իր խոսքի մեջ, ասում, գնա, կհաջողվես։ Միքիան չի բանը Հովսափատը չի հավատում։ Գիտեք ինչ եմ, գիտի որ սխալանում։ Ասում է լսի, եթե մի բան կա որ պիտի ինձ ասես, ասա։ Ասում է ես տեսնում եմ Իսրայելի ժողովրդին գառների պես ցվրված, հետ դառեք ձեր տուն գնացեք, չգնաք։ Դառնում ասում է տեսակ որ ասում է Իսրայելից բան դուրս չի գա։ Ասում է չէ որ վատնա մարգարեանալու։ Բայց գիտեք Աստված երբեք իր խոսքը չի փոխում։ Լսեք այդ խոսակցությունն եմ արագ կարծում։ Եվ եկան աստին մարգարեները միաբերան բարի են խոսում թագավորի համար, ուրեմն թող քո խոսքն նրանցից մեկի պես լինի եւ բարի խոսիր։ Միքիան ասեց. Կենթանի է Տերը, որ իմ Աստվածը, որ ինձ ինչ որ ասի դա եմ խոսելու։ Եվ եկավ թագավորի մոտ։ Թագավորը ասեց. Միքիա, Ռամով Գաղադ գնանք պատերազմի եւ ետ կենամ, թե ետ կենամ։ Նա ասեց. Գնացեք եւ կհաջողվեք եւ նրանց ձեռքի կտրվեն։ Եվ թագավորը նրան ասեց. Քանի անգամ ես քեզ երթում տամ Տիրոջ անունով, որ ինձ բացի ճշմարտություն ուրիշ բան չասես։ Այն ժամանակ Միքիան ասեց. Ես տեսա բոլոր Իսրայելին ցրված սարերի վրա իբրև ոչխարներ, որ հովիվ չունեն։ Տերն ասեց. Սրանց Տեր չունեն, ամեն մարդ թող գնա դառնա իր տունը խաղաղությամբ։ Եվ Իսրայելի թագավորն ասեց Հովսափաթին. Քեզ չասեցի, որ ինձ համար բարի բան չի մարգարեան ասա, այլ չար։ Եվ ինչ արեց, լսեց Աքաբին, վեր կացավ, գնաց պատերազմի։ Եվ պարզ է արդեն ինչ պետք է լինի։ Գիտեք, որ շատ մարդիկ կան, ես շատ ժամանակը չեմ ուզում էլ վերցնեմ, մինչև ստեղ ուզում եմ խոսեցի այն մարդկանց մասին, որոնք որ սխալ խորհուրդներ լսեցին եւ սխալ քայլեր արեցին, այդ սխալ քայլերով եւ իրենք դուժեցին եւ ուրիշները դուժեցին։ Ինչ ես լսում եւ ինչպես ես լսում։ Դու այն ես դառնալու, ինչ սիրում ես լսել։ Կներեք, ձեր մասին չէ հենց մեր այս աուդիտորիայի համար չէ, այլ ընդհանրապես մարդիկ, որոնք որ սիրում են բամբասանք, բամբասող են դառնում։ Մարդիկ, ովքեր սիրում են մասնագիտական ինչ-որ ուղղության վրա են, սիրում են լսել դրա մասին, իրանք լավ մասնագետ են դառնում։ Հավատք բարձրացնող մարդու հետ խոսես, հավատքդ կբարձրանա։ Մարդիկ կան, որոնց հետ 5 րոպե նստես, հավատքից կընկնես։ Դրա համար դու ես որոշողը, քո ականջը բացես իրան լսելու կամ չբացես։ Էլ ինչ ասեմ Սամսոնի մասին, Պիղատոսի մասին, էլ ինչ ասենք տարբեր մարդկանց մասին, ովքեր որ սխալ կյանք ապրեցին եւ սխալ խորհուրդներ ընդունեցին։ Մի քանի բան ասեմ արագ, ումից ընդհանրապես չի խրախուսում Սուրբ Գիրքը, որ խորհուրդ հարցնեք։ Խոսեք այդ մարդկանց հետ ճշմարտությունների մասին։ Առաջին, Սաղմոս առաջինը ասում է ամբարիշտից։ Երանի նրանց, որ ամբարիշտների խորհրդի մեջ չի մնում։ Խորհուրդ անել, նստել, հետները խոսել, լսել, ազդվել, դիրք վերցնել։ Առակաց 1:10 գրված է, որ մարդիկ, ովքեր որ Աստծուն չեն հնազանդվում, իրանցից խորհուրդ մի ար, ասում որդյակս, եթե մեղավորը քեզ հրապուրի, մի համաձայնվի իր հետ։ Կեղծ մարգարեներից, նրանք ովքեր իրանց մարգարեների տեղ են դնում, հեռուստացույցներով, TV-ներով, Facebook-ներով, լիքը մարգարեներ կան տենց։ Երեմիայի 23:16 Մի լսեք այն մարգարեների խոսքը, որոնք ձեզ մարգարեանում են եւ նրանք ձեզ մոլորեցնում են։ 4-րդը ոգե հարցուներից, կախարդներից եւ գուշակներից զգուշ մնացեք, մի արեք։ Դրանցից մեծ դատաստան այլևս չկա, որտեւ դա ամենամեծ կախարդությունը եւ մեծ արգելքներից է, որը Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է։ Հիմար մարդկանցից Առակաց 14:7 հեռացիր հիմար մարդուց, որովհետեւ նրա շրթունքների վրա գիտություն չես գտնի։ Առակաց 10:9 շատախոս մարդկանցից փախեք։ Այդ քարոզիչներին չի վերաբերում, նայեք։ Մենք դա պետք է անենք։ Որտեղ ասում է շատ խոսքերի մեջ հանցանքնել պակաս չի։ Նրանցից պիտի խորհուրդ չհարցնես, ովքեր իրանց սրտին են հետևում եւ ոչ թե Աստծուն։ Ես զգում եմ, սիրտս էս ասում, վկայում է, էս անում են, երբեմն հոգեվոր բառեր են կպցնում իրար, արդյունքը խայտարակություն է դառնում, որ ընդունել տան։ Երեմիայի 17:9 ասում է. սիրտը խաբեբայ է ամեն ինչից ավելի, չէ՞։ Կամ Առակաց 28:26 ով իր սրտին է հետևում, նա հիմար է։
Դրանից պարզել ինչ ասի, չէ։ Ինչքան գեղեցիկ ու ուղիղ է խոսում Աստվածաշունչը։ Եվ եւս մեկի համար ասեմ ծաղրողներից։ Ծաղրող մարդիկ։ Էլի Սաղմոսի մեջ ասում է ծաղր անողներին նստած տեղը չի նստում, երանելի այդ մարդը։ Մարդը որ ծաղրում է, հումորը ուրիշ բան է, կատակ անել, հանակ անել, ուրախանալ, լավ բան է, նույնիսկ կարող է անձի ներգրավում լինի ինչ որ հումորի մեջ, բայց նսեմացնել, ազդել նրան, ճնշել նրան զրկել իր պատվից, սա խելացի մարդու գործ չի։ Մի խոսքով։ Հիմա արագ ուզում եմ անցնել այն մարդկանց շարքը, ովքեր լսեցին Աստծուն եւ ինչ արդյունք ունեցան։ Լսեցին ճիշտ մարդկանց եւ ինչ արդյունք ունեցան։ Գիտեք, որ ես ինչպես սկզբից ասեցի, մեր լսած բաները մեզ դիրքորոշում են տալի։ Գիտեք, դու արդեն որոշ մարդկանց խոսակցությունը քեզ կօգնի, որ դու սիրես մարդկանց, սիրես, ներես իրանց։ Որոշ մարդկանց խոսակցությունը կստիպի, որ դու ատրճանակ վերցնես, սնայպերով նստես, որ հարմար պահը գա 10 ճակատին։ Հիմա այս ցանկն եմ ասում, 230 հատ, չէ, այդքան չի։ Նոյը Աստծո ձայնը լսեց եւ տապանը կառուցեց եւ գրվածը փրկվեց ինքը եւ իր տունը։ Աստծո ձայնը լսում են այն դեպքում, այն Նոյը լսեց այն ժամանակ, երբ որ ոչ մի բարենպաստ պայման չկար, ոչ ջուր կար, ոչ ծովի մոտ էր, ոչ սարերի մեջ տապանա սարքում իրա ու իր ընտանիքի համար եւ արդյունքում եղավ, որ իր ընտանիքը փրկվեց։ Աբրահամը Աստծուն լսեց, թողեց իր հայրենիքը, իր հայրական տունը եւ Աստծո կամքի համաձայն դուրս եկավ եւ գնաց ուր քաղաքից, ուր էր գնում ինքն էլ չգիտեր։ Եվ վերջում ինչ ստացավ ազգերի հայր լինելու ժառանգությունը։ Եվ այսօր բոլոր հավատացյալները համարվում են Աբրահամի սերունդ, հավատքի սերունդ։ Հաջորդը Հովսեփը անգամ այդ դժվարությունների մեջ Աստծո ձայնը լսելով գրված է, գիտեք, Հովսեփը քանի 2 անգամ բանտ դրվեց, այսինքն 2 անգամ բանտ, մի անգամ էլ իրան ծախեցին, եղբայրները գուբի մեջ գցեցին, ատեցին իրան, վերջապես ինչ պատմություն դրեցին, բայց ամեն մի պատմության այդ դրվագի վերջում գրված է եւ Աստված Հովսեփի հետ էր։ Հալելույա։ Կապ չունի մարդիկ ինչ կանեն, եւ Աստված քեզ հետ է։ Հալելույա։ Եվ արդյունքում ինչ եղավ։ Եղավեն, որ թեև ինքը գնաց Եգիպտոս, ծախվեց Եգիպտոս, բայց արդյունքը եղավես, որ իր հայրական ընտանիքը սովի ժամանակ եկավ եւ Եգիպտոսում ապրեց եւ այնտեղ դրախտային մի տեղ ապրեց եւ իր ընտանիքը փրկվեց եւ հետո օրհնվեցին իրանք։ Հաջորդը Մովսեսը լսեց Աստծո ձայնը այրվող մորենու միջից։ Լսեց Աստծո ձայնը, որ կանչ է տալիս իրան, կոչում է տալիս, առաջնորդություն անում ծառայության, կանչվածություն է դնում իր սրտի մեջ։ Երբ որ լսում ես Աստծո ձայնը, հասկանում ես քո կոչումը, հասկանում ես, թե դու ինչի համար ես, որտեղ մենք ուղղակի եկեղեցի եկող գնացողներ չենք կարող լինել, մեր գործը միայն գալ ու գնալը չի, մենք ինչ որ բան ունենք անելու։ Իսկ ինչ ես չէ որ պիտի ասեմ։ Հովիվները չեն կարող ամեն մեկի ծառայությունը հասկանալու ասել, բայց դու կարող ես ասել. Տեր, ինչով ես օգտակար լինեմ քո տանը, ինչով ծաղկեցնեմ այս պարտեզը։ Ամեն։ Եվ Մովսես այրվող մորենուց լսեց եւ գնաց եւ Իսրայել ժողովրդին բերեց գերությունից փրկության։ Հեսուն լսեց Աստծո հրահանգները, երբ որ Երիքովի պարիսպները պետք է քանդվեր։ Տեր իրան ասեց, որ այսպես արա, անհավանական ձևով։ Գիտեք, երբ որ Աստված ձեզ մի բան է ասում, ձեր տրամաբանությունը հնարավոր է չպատկերացնի, չկարողանա ընկալել այդ խորությունը, դրա մեծությունը։ Ինչ որ Աստված ասում է, պետք չի հասկանալ, պետք է հավատալ։ Պետք չի պարզապես մտնել ասել հիմա էսի ոնց անեմ, Տերն ասում է լսի ինձ, հաջորդ քայլը իմ ձեռքն է, քո ձեռքը չի։ Որտեղ երբ որ Աստված է մի բան անում է գերազանց եւ գերբնական։ Ամեն։ Եվ Հեսուի ժամանակ, երբ որ պարիսպների Երիքովի շուրջը փթթվեցին 7 անգամ 7-րդ օրը, փողերը հնչեցրեցին եւ ամբողջ պարիսպները վայր ընկան եւ նրանք գրավեցին իրենց ժառանգությունը եւ մտան իրենց ժառանգության մեջ։ Սամուելը, փոքրիկ Սամուելը, որ հետո դարձավ Սամուել մարգարեն, Աստծո ձայնը լսելով, երբ որ Տերը իրան խոսեց, երբ որ ինքը փոքր էր, հիշում եք տաճարի մեջ հեղին մյուս սենյակում էր, գիշերը Տերը կանչում է Սամուելին, Սամուել, Սամուել, հելնում է թվում հեղին ասում է կանչել ես ինձ, ասում է ես չեմ կանչել, բան չկա, գնա քնի հանգիստ։ Երկրորդ անգամ նորից Սամուել նորից դուրս է գալի, կանչել ես, չէ, ես չեմ կանչել։ Ու հասկանում է, որ այս կանչողը, եթե ինքը չի, այս տաճարի մեջ իրան կանչողը
Տերը պիտի լինի։ Եվ ասում է, երբ որ կկանչի, ասա, ահա ես Տեր։ Երրորդ անգամ երբ որ գնաց պարկեց այդ երեխան եւ ձայնը եկավ Սամվել, Տիրոջ ձայնը լսեց, ահա այստեղ եմ Տեր։ Եվ այդ լսելը պատճառ դարձավ, որ ինքը շատ մարգարեների օծության, օծող մեկը դարձավ։ Մարդ, ով որ կարող է Աստծո սրտի պատգամը փոխանցել, նա դարձավ մարգարե Իսրայելի մեջ, որի նմանը կարելի ասել շատ չկա այդ իր գործունեության այդ ճոխությամբ։ Դավիթը Աստծուն շատ անգամ էր հարցնում, ինչ անի ինքը, շատ անգամ։ Հաճախ չէր հնազանդվում, բայց երբ որ հնազանդվում էր Տիրոջ առաջնորդությանը, արդյունքը եղավ էր, որ ինքը միշտ հաղթանակներ եւ օրհնություններ էր ժառանգում։ Եվ իր տղան Սողոմոնը նստեց թագավոր։ Ելի չկարող ենք ասել Մարիամի մասին, ով հրեշտակային պատգամը լսեց եւ դարձավ Տեր Հիսուսի խնամակալը երկրի վրա։ Ինչպես ասում ենք մաման։ Հովսեփը կամ Պետրոսը կամ արագ եմ ասում, որովհետև ժամանակ ուզում եմ խնայել, գիտեմ, որ այս պատմություններին դուք տեղյակ եք։ Կանայի հարսանիքի ժամանակ մի բան տեղ ունեցավ, երբ որ կարդում ենք Հովանու ավետարանի մեջ մի հետաքրքիր բան ասում է եւ հրավիրվեց Հիսուսը եւ իր մայրը գնացին եւ մի քանիշներ կային աշակերտներից գնացել են Կանա քաղաք հարսանիքի եւ ասում է գինին վերջացավ։ Երբ որ վերջացավ, ասում է շփոթվեցին, չգիտեն ինչ անեն եւ Հիսուսի մայրը Մարիամը դառնում գիտեք ինչ ասում, իր բարեկամի հարսանիքների վիճակից։ Դառնում այրան ասում է, այս մարդկանց, որեկանացին գինին վերջացել է, խառնվել են իրար, այս ծառային ասեց գնացեք Հիսուսի մոտ ինչ ասի արեք։ Այս այնքան վստահություն աշտներ շնչում։ Հիսուսը ինչ ասի, հաստատ լնող։ Լսեք իրան։ Ինչ ասում Աստված քեզ, դա կարող է քո ամբարները լցնի գինով եւ հարստությունով։ Եվ երբ որ եկան ասեցին, հիշում եք Հիսուսին եկավ ասին Մարիամ ասեց, այս մարդկանց գինին վերջացել է, ասին ով գինին հետ ինչ ունես, իմ ժամանակը հələ չի հասել։ Ես հələ գինու մասին բան չունեմ այս պահին, բայց դառավ եւ այդ ժամանակ ասում է ինչ որ ասի արեք եւ Հիսուսն ասում է գնացեք լցրեք այդ կարասները։ Լցրեցին եւ նորից դատարկեցին ջուրը եւ արդեն այնպիսի անուշահոտություն էր ընկել գինու, որ Սևանապետը հիացավ, ասեց «Սես բան չի եղել, պատմության մեջ չի լսվել սես բան»։ Մարդիկ լավը սկզբից բերում տալիս են, երբ որ ժողովուրդը հարվում են վատն են բերում տալի։ Այդ չեն զգա վատը։ Դրա համար ասում ես մարդը հակառակն արեց։ Լավ գինին պահելա վերջում։ Սիրելի եղբայրս, սիրելի քույրս, կապ չունեմ մենք մինչև ստեղ ինչքան վատ գինիներ, ինչքան վատ խոսակցություններ, ինչքան վատ ազդեցություններ են խմել։ Լավ գինին քո առջև է։ Լավ գինին վերջինն է։ Լավ գինին Քրիստոսը տալիս է քեզ։ Իր հետ հաղորդակցության, իրեն լսելու եւ արդյունքը գեղեցիկ եւ օրհնյալ ունենալու։ Ամեն։ Վերջացնելով սիրելիներ, ուզում եմ ձեզ քաջալերել։ Առակացույց 3-րդ գլուխ 34 համարի մեջ Սողոմոնը իր իմաստության մեջ այսպիսի խոսքեր է ասում. Երանի այն մարդուն, սա Տիրոջ կողմից ասում անշուշտ, երանի այն մարդուն, ով լսում է ինձ։ Երանի այն մարդուն։ Դուք երբեք Աստծուց չեք լսի մի բան, որը կփչացնի ձեր կյանքը։ Դուք երբեք չեք լսի մի բան, որը որ կկործանի եւ հավիտենականությունից հետ կվահի ձեզ։ Ինչ որ Աստված ասի, նա կասի կատարյալ, սուրբ, գեղեցիկ եւ օրհնյալ։ Համաձայն եք ինձ հետ։ Եվ Հովանեսը ավետարանի 10-րդ գլխի 27 համարում այսպիսի խոսք ասում. Իմ գառները լսում են իմ ձայնը եւ ես ճանաչում եմ նրանց, իսկ նրանք հետևում են ինձ։ Լսել եւ հետևել։ Ինչի լսես, դրա հետևից ես գնալու։ Ինչի հետևից գնացիր, նմանվում ես դրան։ Մի եկեղեցի կար, որ հովիվը կաղում էր։ Գիտեք, ինքան սիրված մարդ էր, սա իրական պատմություն է։ Որոշ ժամանակ անց եկեղեցու որոշ անդամներ սկսեցին իր նման կաղալ, բայց իրանք նորմալ էին։ Հարցը այն է, որ իրանք հովին այնքան շատ են սիրում, որ ակամայից նմանվել էին իրան։ Խոսելով, վարքերով, գործով, ձայնով, ինչ որ ժեստերով, ամեն ինչով։ Այդպես է, երբ որ դու մեկին սիրում ես, սկսում ես նմանվել իրան։ Դու կարող չես էլ զգում։
Եվ որպես վերջաբան պիտի խնդրեմ, որ Նարեկը գա այստեղ պաշտամունքի խումբն էլ բարձրանա։ Հիշում եք, երբ որ Պետրոսը 3 անգամ ուրացավ, գիտեք, որ ամեն ուրանալուց ինչ-որ բան տեղի ունեցավ։ Ասում է, երբ որ մի աղախի, մի աղջիկ եկավ տեսա Պետրոսին, ասեց, դու էլ ես իր հետ։ Ասեց, չէ, ես իր հետ չեմ։ Չեմ ճանաչում ինչ է, չգիտեմ ինչի մասին ես խոսում։ Երկրորդ մարդը իրան ասում է, լսի, ասում է, դու էլ ես Հիսուսի հետ։ Ասում է, ես իրան չեմ ճանաչում, ոչ մի բանից տեղյակ չեմ։ Երրորդ մարդը իրան ասում է, Պետրոս, ախր ես գիտեմ, դու իր հետ ես։ Գիտեք, նա դաշտի նախադասություն կա, որովհետև դու նույն ձև ես խոսում ոնց որ ինքը։ Դու նույն ձև ես վարվում ոնց որ Հիսուսը։ Երբ որ իրար կողք եք, ազդեցություն անպայման լինելու է։ Ինչ ես լսում, ինչով ես սիրում քեզ կերակրել, ինչ ես լցնում քո սրտի մեջ։ Եթե դու պատրաստ ես պարզապես քո սիրտը ուղղակի լցնել ամեն ինչով, իմացիր, որ ամենակարևոր բաների համար տեղ չես ունենա։ Պետք է լցնել ամենակարևորով, իսկ սրտի մեջ ամենակարևորը, ամենատեղինը, ամենաճիշտը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Նա է սրտի թագավորը, նա է սրտի պարունակությունը։ Եթե ին եւ քո սրտի մեջ Հիսուս Քրիստոսը չի թագավորում, ուրեմն մեր մնացած բոլոր թեմաները մեզ խռովեցնելու են, հիասթափեցնելու են։ Բայց երբ որ Քրիստոսն է քո սրտի մեջ, երբ որ նրա ներկայությունն է քո մեջ, դու զգում ես, որ այդ ազդեցությունը գալիս է իրանից, իսկ որն է նրանից եկող ազդեցությունը՝ սեր, խնդություն, ուրախություն, խաղաղություն, քաղցրություն, բարություն, շուշկարություն, հավատարմություն, այսպիսի բաների դեմ օրենք չկան։ Դու լցված ես լինում պտուղով։ Ամեն ինչ որ գալիս է մեր մեջ, ինչ լսում ենք, դա մեր մեջ պտուղ է տանի։ Սիրելի ծնողներ, սիրելի քույրերս, եղբայրներս, դու տվեք ձեզ խնդրում եմ ուշադիր եղեք։ Միգուցե աշխատանքի ընթացքում ձեր գործի տեղը կամ դուրս ինչ որ մեկի հետ հարաբերության ժամանակ տխրել եք, ջղայնացել եք, սխալ բաներ եք խոսել, մի բերեք տուն, մի մցրեք ձեր տուն, դուրսը, ավտոյի մեջ, փակեք պատուհանները, նատ լավ քորացեք, դուրս եկեք ու մտեք տուն։ Այդ ձեր ներսի եղած կուտակումը մի տարեք, որտև գալիս ես տուն մտնում ես, ներսը պատերազմա, սուսերով պարնա, գալիս ես դիմաց այդ վիվարդին ահել, սիրուն ուզում ես գրկես, ուզում ան կեզ գրկի, ոզնու նման պշերը հոպ, ինչ եղավ, ոչ թե դու չես սիրում, ոչ թե դու չես ուզում հանգիստ լինես, ոչ թե չես ուզում խաղաղ լինես, պարզապես հետդ մի քանի հոգի բերել ես։ Երեխի փոխանակ ասես բալես ցավը տանը, նենց կարոտել եմ կես, այս ինչ վիճակա, հնդարը, չէ, ունատ, աշծա։ Գիտեք ինչից է, ոչ թե դրանից որ տան մեջ անախորժություն կա, այլ դու դրսինն ես վերցրել, հետդ բերել ես տուն, ինչի որտև ազդվել ես դրանից, նեղված եկել ես մտել ես տուն, քո խաղաղ ընտանիքի մեջ, մի զոհիր քո ընտանիքը, քո տարածքը, քո դրախտը, թույլ մի տուր, որ սատանան ինչ որ կեր, գա մտնի քո պարտեզը, պաշտպանիր քո պարտեզը, լցրու քո սիրտ Աստծո ներկայությամբ, դուր Սուրբ Հոգու հնարավորություն, սղճում ապրի, ներում խնդրի իրանից, նա պատրաստ է ներելու և սիրելու քեզ, ընդունելու քեզ, նրա վերաբերմունքը չի փոխվում, նրա սերը չի փոխվում հանդեպ քեզ, պարզապես պետք է դատարկես քո սիրտը, իմ խնդրանքն է քեզ, դատարկի սիրտը, ինչ որ լսել ես մի ականջը թափտուր, և քո մեջ է թրջակում այդ հայտարարությունն ու որոշումները, իմ ականջները սատանայի աղբամանը չի կարող լինել, իմ ականջները պիտի լսի արդարության ձայն, լավ բաներ պիտի լսի, վատը լսի չեմ ընդունելու, կլսեմ, բայց չեմ ընդունի, չեմ ազդվի, Տեր պաշտպանիր ինձ քո արյունով, ծածկիր ինձ քո արյունով, Հիսուս թույլ մի տուր, որ սատանան գատում ես քանդի, ինձ ամուր բռնի Տեր,
Ես քո սեփականությունն եմ եւ դու իմ բաժինն ես։ Եկեք խորարենք մեր գլուխները Տիրոջ առաջ։ Վստահ եմ, որ դու Աստծո հետ խոսելու բան ունես։ Ես զգում եմ Սուրբ Հոգով, որ պետք է ժամանակ տամ, որ դու քո Աստծո հետ խոսես։ Պետք չի ես առաջնորդեմ, պետք է որ Սուրբ Հոգին առաջնորդի քեզ։ Ինչով ես լցվել, ում դեմ ես տրամադրվել, ինչերից ես ազդվել, ում հետ ես թշնամացել անտեղի, ում ես սկսել շատ սիրել ու ընդունել, կախարդված լինելով, ոչ թե Քրիստոսի սիրով, այլ կախված լինելով ինչ-որ մի հարցից, մի կեղծիչ քո ով լինելը, եղիր անկեղծ, Աստծո մարդ, Աստծո սիրելի զավակ, քույր եղբայր Քրիստոսով, սա քո բաժինն է, սա քո օրն է։ Խոսիր քո Տիրոջ հետ, դատարկիր քո սիրտը, ներում խնդրի Իրանից, ապաշխարություն խնդրի, թող Սուրբ Հոգին առաջնորդի քեզ խորը գիտակցության եւ ապաշխարության, թող դարձ տեղի ունենա քո սրտի մեջ։ Շնորհակալ եմ Տեր։ Շնորհակալ եմ Տեր։ Darts,
ֆիզիկական, այլ նաև հոգևոր ականջների հետ գործում։ Եվ աղոթենք հիմա, որ Տիրոջ ձեռքը դուրս անի քո ականջի միջից, այն ինչ որ ինքը չի դրել քո ականջներին։ Խնդրում մի բան լսիր ինձ հիմա լսիր ինձ հետո։ Տարիներ առաջ էր, ես այս պատմությունը մեկ անգամ պատմել եմ եկեղեցում այստեղ։ Տարիներ առաջ էր, ես և մի հովիվ ընկերս գալիս էինք Վրաստանից։ Ճանապարհը երկար էր։ Որոշեցինք մի այն ժամանակ ձայնագրման տեղեր կար ճանապարհների վրա, որ CD-ներ էին ծախում։ Որոշեցինք, որ մի CD առնենք։ Գնացինք CD վերցրեցինք, այս եղբայրը, այս հովիվը ասեց, այս մեկը գիտարի երաժշտություն է, շատ եմ սիրում, նայեցինք գիտար կա, տենց ինչ-որ սիլուետ նկարած գիտար։ Ասեց, այս գիտարը լսելով գնանք, ինքը շատ տենց ռոմանտիկ սիրող մարդ էր։ Վերցրեցինք այդ գիտարի երաժշտությունը, դրեցինք մեքենայի մեջ, լսում ենք, ես անկեղծ ասած դուրս չի գալի, բայց քանի որ ինքն է վերցրել, ասում ոնց է լավն է, ասեմ լավն է։ Որոշ ժամանակ գնացինք, զգում եմ մեջս տակնու վրա անում, մի բան համաձայն չի ես ամեն ինչի հետ։ Երբ որ վերցրեցի CD-ի տուփը, պարզապես տեսնեմ ով է հեղինակը, շատ ներողություն եմ խնդրում։ Ես տեսա, որ այդ գիտարը, երբ որ թեքում ես կողքի, տղա եւ աղջիկ սևային հարաբերության մեջ է։ Ուղղակի ասես, որ պահում ես գիտարը։ Կներեք, չեմ ուզում ձեր երևակայությունը պղտորեմ, թող Տեր Հիսուսի արյունը մաքրի ձեզ։ Ես մի անգամից շպրտեցի հետ եւ ասացի, գիտես ինչ ա եղել, ասեցի ինչ։ Ասի, գիտես, որ այս երաժշտությունը պիղծ երաժշտություն է, որտեղ սրա ներսի գրողը այս ի նկատի ունենալով է գրել, գաղտնի չի պահել, ասել է ինչ է։ Այս հովիվն ասեց, գիտես, ասեց, արի կլինի ջարդենք այդ ամբողջ այդ CD-ի այդ տուփը, գցենք մի կողմ վերջանա գնա։ Okay, ջարդեցինք, գնացինք տուն, հաջորդ օրվանից ինքը հիվանդ պարկեց։ Հիվանդ պարկացա։ Զանգում եմ ինչ կա, ոնց ես, շատ վատ եմ, չեմ կարող խոսեմ, ականջս ահավոր է, դրեց հեռախոսը։ Դրանից 2-3 օր անցավ։ Մի քույր ունեինք, որ արտերկրից ուրիշ երկրից եկավ Հայաստան։ Եկավ Հայաստան եւ մի ասեց եկել եմ, որ աղոթեմ քո համար։ Ես այդտեղ չեմ եղել այդ ժամանակ։ Ինքը հետո է ինձ պատմել։ Երբ որ աղոթում եմ, այս քույրը տեսիլ կա տեսնում։ Ասում է լսիր, ես տեսա, որ մի ծիտիկ թրջնակ փոքրիկ մոտեցավ քեզ եւ իր կտուցով մտավ ականջիդ մեջ եւ ականջիդ միջից ինչ-որ նոտաներ էր հանում։ Այս կինը մեր հետ չի եղել, ոչինչից տեղյակ չի։ Քո ականջից բան էր հանում, նոտաներ։ Եվ այս եղբայրը հիշում է այն ինչ որ ես իրան ասել էի։ Եվ հենց այդ ժամանակ ասում իր աղջկան ուղարկում ասում գնա եւ մեքենայի միջից այդ CD-ն հանի ու բեր։ Երբ որ բերում են ասում այ էս է եղել։ Ջարդում են, աղոթում են, հենց այդ նույն ժամին Տեր Հիսուսը բժշկում է իրան։ Հենց այդ նույն ժամանակ Տերը բժշկում է իրան։ Սիրելիս, ես չգիտեմ ինչ է դրսել սատանան քո ականջի մեջ, եղբոր քրոջ նկատմամբ կամ ինչ-որ մեկի, կամ ինչ-որ մի երևույթի, կամ ինչ-որ հոգևորի, Աստծո խոսքի, Աստծո նկատմամբ ինչ է դրսել, ինչով է ուզել քեզ նկարացնի, ոնց է համոզել, որ քո հավատքը ճիշտ չի։ Այսօր ձեռքդ հիմա դիր ականջիդ եւ աղոթենք, որ ինչ-որ սխալ բան, ինչ էլ որ արել է սատանան, քո կյանքը փչացնելու համար, թող Տեր Հիսուս Քրիստոսի արյունը լվանա եւ սրբի հենց հիմա քո ականջները։ Թող ամեն տեսակ չարախոսություն դուրս գա, թող ամեն տեսակ բանվասան դուրս գա, ամեն սիտ կոտրող միտք եւ խոսք դուրս գա, ամեն կախարդության խոսք դուրս գա Հիսուսի անունով։ Թող քանդվի սատանայի բոլոր մատեշները, թող կոտրվի սատանայի բոլոր համոզումները, թող գեհենի կրակի արժանանա ամեն նկարացնող միտք եւ խորհուրդ Հիսուսի զորավոր անունով եւ թող բժշկություն գա Տեր քո ժողովրդի սրտի մեջ, քո ժողովրդի ականջները թող լսեն քո ձայնը, որդիս, դու ստես ես սիրում եմ քեզ, ես չեմ դադարել քո աստվածը լինելու, ես քո
աղոթում եմ ամեն խորհուրդ, ամեն դիզար ուղարկված է քո ժողովրդի դեմ, թող ճանապարհի մարի կրակոտ նետերը եւ թող չհասնի քո ժողովրդի եւ քո ժողովրդի բաժինը լինես միայն դու եւ միայն դու եւ ելի միայն դու մեր սիրելի հայր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն, ամեն, հալելույա, ամեն։ Ահանորից ձեռքերիդ մեջ է ամբողջը իմ Դեր քոն է հանգիստը իմ քո հոգու մեջ է